Պարոն Կոստանյան, իմ հարցը եւս վերաբերում է տրանսպորտին։ Այսօր առավոտյան մամուլում մի հրապարակում տեսա, որտեղ նշվում էր, որ քաղաքապետարանը մարդկանց տուգանելու համար խնդրահարույց օրենսդրական փոփոխությունների է գնում եւ ստեղծվելու է տեսչական մարմին, որը հետևելու է այդ ամենին։ Ինչպես կմեկնաբանեք այս նյութը։ Շատ լավ, Զվարթ ջան, ես չեմ կարծում, որովհետեւ մի տուգանք ինքը իրանով մարդկանց համար խնդրահարույց չի, բայց վերադառնանք այնտեղ որտեղից որ սկսել ենք, էլի։ Ուրեմն, երբ որ սկսվեց միասնական տոմսային ներդրման մասին խոսակցությունները, սկսվեցին փաթեթների մասին խոսակցությունները եւ այլը, մենք բարբերաբար մեր հանրային խոսույթի մեջ եւ թե գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ եւ ավականու նիստերի ժամանակ ասել ենք հետեւյալը, որ տրանսպորտային ռեֆորմը, միասնական տոմսային համակարգը ինքը բաղկացած է մի քանի փուլերից, մի քանի արդյունքներից, որը որ պիտի մարդիկ եւ բնականաբար Երևանի քաղաքապետարանը դա տեսնեն եւ հասկանան որտեղ կա խնդիրներ, այդ խնդիրները լուծեն։ Հիմա ունենք մենք մի պատկեր, որ փաստացի հունվարի 1-ից ներդրվեց ամբողջությամբ միասնական տոմսային համակարգը եւ արդեն փետրվարի 1-ից անցել ենք ամբողջությամբ փաթեթային դրամաբանությանը, նաեւ մեր քաղաքացիների, բողոքների, առաջարկների եւ այլնի արդյունքում մենք եկանք մի հանգրվանի, որ մեկ ուղևորատոմսի համար գին սահմանվեց, որոշակի արտոնություններ ել ավելի ընդլայնվեցին, ոչ միայն երևանցիների համար, այլ Երևանից դուրս մարզերում ապրող մեր քաղաքացիների համար եւ փուլ առ փուլ այն աշխատանքները եւ այն ինչ որ մենք խոստացել ենք, որ պետք է անենք միասնական տոմսային համակարգի, տրանսպորտային համակարգի հետ կապված փուլ առ փուլ սկսել ենք եւ շարունակաբար դա իրականացնելու ենք։ Մի քիչ ծավալուն գուցե հնչի իմ պատասխանը ձեր մի պարզ հարցին, բայց ես ուզում եմ, որ մենք բոլոր դետալներին էլի իրականում անդրադառնանք, որտեվ կարծում եմ, որ շատերդ եղել եք մի շարք այլ եվրոպական եւ ոչ եվրոպական երկրներում եւ տեսել եք, որ այդ տուգանքի կիրառումը կա գրեթե բոլոր երկրներում, որտեղ որ մարդիկ անցել են միասնական տոմսային համակարգին եւ անվճար չի հասարակական տրանսպորտը։ Հիմա կասեք, էլի օրինակ եք վերում այն երկրները, որտեղ ունեն իդեալական տրանսպորտային համակարգ, մասնավորապես, չգիտեմ, Գերմանիան կամ Ֆրանսիան օրինակի համար։ Բայց մենք չենք ասում, որ օրինակի համար մեզ մոտ իդեալական է, ժողովուրդ ջան, դրա համար արդեն պետքա ձեզ տուգանենք։ Մենք ասում ենք հետեւյալը, որ կա բոյկոտային դրամատրություններից ստեղծված մի իրավիճակ, որ օրինակի համար մեր ավականի գործընկերները եւ այլ քաղաքական որոշակի հետաքրքրություն ունեցող մարդիկ առավոտից երեկո թմկահարում են, որ բոյկոտը իր արդյունքները ցույց է տվել, մի դեպքում 60%-ը չի վճարում, մի դեպքում 50%-ը ու այսպես ասարսուր թվեր։ Ես ուզում եմ հասկանամ այդ ուրախ հայտարարությունները ինչի համար են, որովհետև վերջն արդյունքում այդ գումարները, եթե օրինակի համար Երևանի քաղաքապետարանի բյուջե չմուտքագրվեն, մենք որոշակի ժամանակահատված հետո ունենալու ենք խնդիրներ։ Օրինակի համար պլանավորել ենք, որ այս տարի 45 հատ տրոլեյբուս պետք է առնենք, ինչպես նախորդ տարի 15 հատ տրոլեյբուս գնացինք եւ 171 հատ Ժոնգտոնք Մակնիսի ավտոբուսներ։ Կարող է վերջնարդյունքում պարզվի, որ մեկ գումար չկա, պարզապես այդ 45 հատը գնելու, այլ լավագույն դեպքում 10 են գնելու կամ 15-ը, էլի։ Այսինքն, երբ որ պարբերաբար ասում եմ մեր հարկերի շնորհիվ ժողովուրդ ջան, դուք էս արեցիք, դուք էր արեցիք, ես է պարզ հարց եմ տալի։ Ժողովուրդ ջան, իսկ նորմալ է, որ օրինակի համար մարդկանց մեծամասնությունը, ես չեմ ասում, որ չվճարողներ չկան, այդ չվճարողները եղել են, թե մինչև միասնական տոմսային համակարգի ներդնելը եւ դրանից հետո եւ ապագայում են լինելու, էլի։ Ես ինքս էլ կարծում եմ դուք էլ եղել եք տարբեր երկրներում եւ նկատած կլինեք, որ այնտեղ էլ տարբեր մարդիկ ուղղակի չեն վճարում տրանսպորտում։ Այդ միայն
հայաստանյան եւ երևանյան խնդիր չէ, էլի։ Կան մարդիկ, որ ուղղակի չեն վճարում։ Հիմա դրա անունը կդնենք բոյկոտ, դրա անունը կդնենք ուղղակի առիթա չվճարելու մեխանիզմ էս պահին ունի Երևանի քաղաքապետարանը կիրառելու, մոտեցման հարց է։ Ես ոչ մի խնդիր գլոբալ առումով այդ մարդկանց դիրքորոշման մեջ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ խնդիր օրինակի համար, որ օրինակի համար երբ որ այդ պարբերաբար նշվում է հարկերը, մեր հարկերով էս արեցիք, կներեք, էլի վճարող մարդը, ինչի չվճարող մարդու համար պետքա վճարի։ Այսինքն ես եթե տրանսպորտից կամ դուք տրանսպորտից օգտվում եք, դրա համար վճարում եք, այդ գումարը գալիս է Երևանի քաղաքապետարան, որպեսզի Երևանի քաղաքապետարանը SSS ուղղություններով նոր ավելի ծավալուն բաներ իրականացնի, փոխարենը մարդիկ ուղղակի չեն վճարում ու ինչ որ մի կերպ այդ ընթացքը Երևանի քաղաքապետարանի դանդաղեցնում են, որոշակի խնդիրների են բերում եւ մեր Երևանի քաղաքապետարանի եւ վստահորեն երևանցիների շահերից է, էլի, բխում, որ Երևանի քաղաքապետարանի նախանշված ծրագրերը ոչ թե ուշ լինեն, ոչ թե առհասարակ չլինեն, այլ լինեն, ժամանակին լինեն, մաքսիմում որակով լինեն նաև ձեր օգնությամբ եւ ձեր նյութերի եւ ձեր հետաքննական լրագրության, որպեսզի մենք գլոբալ առումով խնդիր չունենանք մարդկանց հետ, էլի, որովհետեւ սա միայն մեր խնդիրը չէ, էլի, կարծում եմ։ Ինչ վերաբերում է տուգանքներին եւ թե ինչի է Երևանի քաղաքապետարանը սկսելու այդ տուգանքները կիրառել։ Ես իմ խոսքի մեջ արդեն նշեցի, որ այդ անարդարության զգացումը, որ ունեն վճարող քաղաքացիները, մենք թույլ չենք տալու, որ այդ անարդարության մթնոլորտը գնալով ավելի խորանա, որովհետև եթե մարդիկ օրինապահ մարդիկ զգացին, որ օրինակի համար միևնույն է չվճարողների հանդեպ որևիցե բան չի կիրառվում, միևնույն է այդ մարդիկ մեր վճարածի հաշվին նաև օգտվում են այդ ծառայությունից, կներեք, մենք ինչի համար ենք օգտվում, մենք ինչի համար ենք մեր երեխաների, մեր ընտանիքի անդամների համար գնում փաթեթներ առնում, ինչի ենք դա անում, եթե կարելի է օրինակի համար անվճար երթևեկել։ Հիմա մի փոքր թվերի տեսքով եւ տուգանքի մասը ամենավերջում անդրադառնամ, էլի։ Մարտի 10-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանը հավաքագրել է շուրջ 2.5 միլիարդ դրամ վաճառված տոմսային պրոդուկտներից, որից օրինակ 213 մոտ 210,000-ից ավել եղել են հենց փաթեթային տոմսերը։ Փաթեթային տոմսեր նկատի ունեմ այն բոլոր պրոդուկտները, որը առաջարկել էր Երևան քաղաքի ավականին։ Իսկ այդ 210,000 վաճառված փաթեթներից դրանք 71%-ը հիմնական փաթեթներն են, իսկ 29%-ը արդեն արտոնություններն են։ Այսինքն 200,000-ից ավել փաթեթ ձեռք բերած քաղաքացիների մոտ 61,000-ը այս կամ այն կերպ օգտվում է արտոնությունից, որից խնդրում եմ ուշադրություն դարձնել, էլի, սա շատ կարևոր հանգամանք է, երբ որ պարբերաբար ասում է թանկացեցին, մարդիկ ոնց պիտի անեն, ինչ պիտի անեն եւ այլն։ Խնդրում եմ ուշադիր ֆիքսել, որ իմ կողմից նշված 29% այս կամ այն կերպ արտոնությունից օգտվող քաղաքացիների 22%-ը դրանք անվճար երթևեկող քաղաքացիներն են, այսինքն այն անվճար օգտվողների քանակը կամ շրջանակը եւ որ մենք ավականու 1 կամ 2 նիստի ընթացքում ավելի ընդլայնեցին, հիմա դրանք արդեն ունեն ավելի խոսուն թվեր, խոսքը վերաբերվում է ESPA-ի դրությամբ մինչև մարտի 10-ը ժամանակահատվածում այս կամ այն փաթեթից գնաց եւ անվճար պրոդուկտներից օգտված մեր քաղաքացիների մասին։ Ինչ վերաբերվում է տուգանքի մասով, այո, նման նախաձեռնություն կա, դրա մասին մենք ասել ենք եւ ես ոչ պատրաստվում եմ դա որևիցե մեկից թաքցնել, որտեղ արդեն մի շաբաթից ավել է այդ նախագիծը համապատասխան կայքում տեղադրված է, ուղղակի մեր գործընկերները երեք երեկոյան են դա նկատել, էլի։ Մի քիչ ուշ են այդ կայք մուտք գործել, երեք են տեղեկացել դրա մասին։ Մի շաբաթ է, բայց դա արդեն կա, էլի, հրապարակված։
Այո, այդ տուգանքների կիրառումը իրականացվելու է, երբ որ արդեն ազգային ժողովի կողմից հավանության կարժանանա, մի քանի մեխանիզմ է լինելու եւ գումարային տուգանքի, այսպես ասած, այդ չափն էլ է որոշակի տարբերություն իր մեջ ունենալու, մի դեպքում դա առհասարակ չվճարողներին է վերաբերելու, մի դեպքում դա վերաբերելու է այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին եւ մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող եւ եթե չեմ սխալվում առհասարակ որևիցե տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդուն էլի, որ փաստացի ֆիքսվի, որ ինքը ունի եւ այո վճարել է, որպեսզի խուսափի, այսպես ասած, այդ տուգանքից։ Հիմա կհարցնեք երևի թե դա երբ է կիրառվելու եւ բանից ենք արդեն իրականացնելու այդ աշխատանքները։ Բնականաբար դա մեծամասամբ կախված է, ինչպես արդեն նշեցի, ազգային ժողովի կողմից արդյոք դա երբ հավանության կարժանանա թե չէ, եւ դրանից հետո արդեն որոշակի տեխնիկական միջոցներով Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումը արդեն կիրականացնի այդ տուգանքի մեխանիզմը եւ ես նորից վերադառնալով իմ խոսքին, էլի մեր խնդիրը նա չի, որ մարդկանց տուգանենք եւ այսպես ասած բերենք ճակերտների մեջ ասեմ, էլի օրինականության դաշտ։ Մեր խնդիրը այն է, որ եթե կա որևիցե տեսակի ծառայություն, ապա այդ ծառայության համար պետք է վճարել, որովհետեւ եթե օրինակի համար դուք յուրաքանչյուր ամսվա փետրվարի 20-ից հետո օրինակ չվճարեք էլեկտրաէներգիայի համար, տուն գնալով կպարզեք, որ օրինակի համար լույս չունեք։ Դա էլ է ծառայություն, դա էլ մեկ այլ տեսակի ծառայություն է։ Հիմա եթե դուք կարող եք վստահաբար ասել, որ օրինակի համար գազի, հեծի եւ ջրի վճարները իրոք արդարացված են եւ ես դրա համար վճարում, ես մի քիչ կներեք կկասկածեմ, էլի։